Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքական հարցերով փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ ձեր հարգարժան լսարանին։ Պարոն Մեհրաբյան, քաղաքական առումով ինչ տեղի ունեցավ Փաշինյանի եւ հոգեվորականների հանդիպմամբ։ Փաշինյանի եւ հոգեվորականների հանդիպմամբ չէր, որ բան տեղի ունեցավ, այլ Փաշինյանի եւ հոգեվորականների հանդիպումը նշանավորեց արդեն իսկ տեղի ունեցածը, մինչ այդ։ Իսկ տեղի ունեցավ այն, ինչ թե մեր կուսակցությունը, թե ես անձամբ, թե մեր կուսակցության նախագահը Արման Բաբաջանյանը հենց հորդորում էինք համբերություն դրսևորել, վստահ լինելով, որ եկեղեցում կա այդ ուժն էլ, կամքն էլ, ընկալումն էլ, որ եկեղեցուն վերաբերվող փոփոխությունները, բարեփոխումները, սխալների ուղղումը, հենց եկեղեցին ինքը պետք է կատարի իր իսկ ուժերով։ Ինչն էլ ըստ էության տեղի է ունենում։ Եվ սա շատ կարևոր մի այսպես շրջափուլ թևակողեց այս process-ը։ Իսկ ինչ վերաբերվում է պետությանը, ինչ վերաբերվում է պետական պաշտոնյաներին, այդ թվում նաև Փաշինյանին, ինչ վերաբերվում է հասարակությանը, ապա այս ամենի շուրջ բնականաբար կա մոտեցում, կա կարծիք եւ կա ձգտում եւ այո, կա հասարակական ճնշում, որն էլ բերեց նրան, որ մարդիկ փաստորեն քառորդ դար հիմա էլ ասում են, բալավ դուք 99 թվականի հոկտեմբերի 27-ից սկսած ինչու էիք լռում մինչև օրս եւ հիմա նոր խոսում եք, հենց բերեց դրան, որ սկսվեցին այս խոսակցությունները, սրվեց այդ ընկալումը, որ այս գործունեությունը այս ուղղությամբ ուղղակի դարձել է օրվա հրամայական եւ սրբազան հայրերը յուրաքանչյուրն անհատապես եւ նաեւ այդ համախոհներով արդեն իրար հետ եկան այն որոշման, ինչի մասին արդեն հայտնի է։ Եվ դա էլ նաեւ նշանավորվեց Փաշինյանի հետ հանդիպումով, ինչը ուղղակի այդ ամենի ոնց որ հետևանքներ եւ արտացոլում։ Սրբազան հայրեր ասելով նկատի ունեիք նաև Կճոյանին, ճիշտ եմ հասկանում։ Դե այս պահի դերությամբ ես այդպես կոչում եմ ֆորմալ դիմելաձևով, իհարկե տարբեր վերաբերմունք ունենալով տարբեր անձանց նկատմամբ իմ անհատական վերաբերմունքն այդպիսին։ Այդ դեպքում կաթողիկոսին ինչու այդ ֆորմալ դիմելաձևը չի պահպանվում, օրինակ նաև ձեր մոտ, պարոն Մեհրաբյան։ Չի պահպանվում շատ պատճառով։ Ես առիթ ունեցել եմ մամուլի հետ իմ շփումներում էլ խոսել եւ նաեւ ձեր եթերներում այն մասին, որ երբ հիմա եւ մենք երևի այս հրապարակային հարթության վրա շատ ենք լսում կուսակրոնության հարցի մասին, իհարկե դա աղաղակող խախտում է, բայց իմ համար դա երկրորդական նշանակություն ունի։ Առաջնահերթն այն է, որ կաթողիկոսը խախտել է սահմանադրության պահանջը չխառնվել քաղաքականության մեջ, մեկ, եւ երկրորդը կաթողիկոսն իր գործունեությամբ եւ իր terrorist օրհնող եղբոր հետ այսօր ծառայում է այլ պետության շահերին ընդդեմ մեր պետության շահերի եւ պետությունը սա չի կարող ուղղակի հանդուրժել։ Այդ դրա համար էլ այո, նա պետք է հեռանա եւ այո, դրա համար էլ իմ լեզուն չի պատտվում, որ ես նրան այսպես ասենք ֆորմալ ընդունված դիմելաձևով դիմեմ այդ թվում նաև ձեր եթերում,
Պարոն Եվ Մերաբյան, հարգալից վերաբերվեմ նրա օծմանը, Մгм. որը նա դրժել է դրանով իսկ միայն կուսակրոնության հարցով չէ։ Եվ նաև այո, պնդում եմ, որ նա պետք է հեռանա օր առաջ։ Պարոն Եվ դա է Մերաբյան, գուցե կներեք, բայց կողմնորոշվեք, որովհետև մի դեպքում ասում եք քաղաքականությամբ է խառնվել եւ դա անընդունելի է։ Մեկ այլ քաղաքականության խառնվածի Սրբազան հայր եք անվանում, օրինակ Գևորգ որ խաղ։ Սրբազանը։ Գևորգ Սրբազանը, որը Եվ Տաշիչ Սրբազանն ով է ներողություն։ մաս Մասիսի թեմի առաջնորդը, Ահա։ որը Տեղյակ չեմ ինչ է։ առաջնորդում էր Սամվել Կարապետյանի նվիրված երթը Seasons-ի այգուց դեպի ԱԱԾ։ Այս դեպքում ինչպես է ստացվում, որ մի դեպքում քաղաքականությամբ զբաղվելն անընդունելի է, մեկ ուրիշի դեպքում վարչապետի մոտ Բոլոր եկված դեպքերում սրբազան հայր է։ բոլոր դեպքերում անընդունելի է։ Վերջակետ։ Բոլոր դեպքերում անընդունելի։ Անընդունելին եկել է եկեղեցի ա ուզում բարեփոխի։ Հիմա տեսեք, եկեղեցու բարեփոխումը միայն հոգևորականների խնդիրը չէ։ Դրա մասին էլ եմ ես բազմիցս արտահայտվել եւ ուզում եմ կրկնել։ Եկեղեցի հունարենից էկլեսիա բառի հայկական առոգանությունն է, հա, նշանակում է ժողով, եկեղեցին դուք եք, եկեղեցին ես եմ, եկեղեցին բոլոր նրանք, ովքեր հետևորդ են հայ առաքելական եկեղեցու իրենց համարում։ Բոլորիս խնդիրն է եկեղեցու բարեփոխումը։ Այլ հարցը, որ այդ բարեփոխումների օպերատորը, այսպես ասենք, կարող է լինել X, Y անձը, իսկ ուրիշը չլինել։ Եվ քանի որ եկեղեցին ժողովը բաց կառույց է հենց իր մտահղացման իսկ մեջ, հա, ապա այստեղ ամեն ինչը բաց, հասկանալի եւ թափանցիկ պետք է լինի։ Եվ մենք էլ կանենք մեր եզրակացությունը, որ այդ ձեր ասած, չգիտեմ, չեմ էլ իմանում ում մասին է խոսքը։ X-ը կարող է այդ բարեփոխումը իրականացնող, այսպես ասենք, օպերատորը լինել, Y-ը չի կարող։ Սա process է, պարոն Կիրակոսյան, հիմա եթե մենք ստոպ կադրով որոշենք, թե մենք ինչ ենք տեսնում, մենք սխալվենք, որովհետև այդ ստոպ կադրին հետևում է հաջորդ ստոպ կադրը, ինչպես կինոյի մեջ, հա, վարկյանում 24 կադր։ Այնպես որ սա process է, ընդ որում process-ի այնպես չէ, որ վերջն ամասն է, հակառակը, սկզբն ամասն է։ Եվ ժողովրդի լեզվով ասած, այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու։ Այստեղ պետք է դրսևորել համբերություն, վստահել 1700-ամյա ինստիտուտի ներքին կարողություններին, կրկնում եմ, էլի համբերությամբ այսպես լցվել եւ հետեւել, տեղեկանալ, մշտապես ուշադրության կենտրոնում պահել այս process-ի նկատմամբ։ Այս process-ը դեռ ամիսներ եւ տարիներ է տևել։ Նույնիսկ եթե կաթողիկոսը X պահը գա եւ նա փոխվի, դրանով այս խոսակցությունը չի վերջանում, պարոն Կիրակոսյան։ Չի վերջանում, որովհետեւ եկեղեցի պետություն նոր այսպես ասենք ստատուտի անհրաժեշտությունը ի հայտ եկել, ընդ որում դա այնքան հիմնովին պետք է կազմվի եւ հաստատվի եւ այնքան լայն կոնսենսուս պետք է ունենա, որ դա ունենա պատմական նշանակություն։ Այդպես ինչպես ասենք պատմությունից հայտնի տարբեր ժողովներ էին, հա, որ ասենք հենց Նիկեայի ժողովը, հա, որի 1700-ամյակը հիմա նշվում է Պոլսում եւ որին մասնակցում է նաեւ հայ առաքելական եկեղեցին եւ Սուրբ Էջմիածինը եւ Անտիլիասը։ Այնպես որ մենք այստեղ պետք է մի քիչ համբերատար լինենք եւ ասեմ, որ այսպես կարճ կտրելու որոշումները մեզ
ոչ միտեղ չեն տանել։ Պարոն Դա Մերաբյան, Կրանկակարճ որոշում կամ ասենք X-ի կամ Y-ի հեռանալով կամ կարգայլուց լինելով կամ չգիտեմ, ընտրելով կամ նշանակելով լուծվում են բոլոր հարցերը։ Սա process-ի սենց մի քանի այսպես շրջափուլերից մեկն է լինել։ Ընդ որում դրանք դեռ առջև են։ ըստ ձեզ Բենթլիով կառավարական շենք եկած Նավասարդ arczepiskopos Կճոյանը ինչպես կարող է դրական ներդրում ունենալ եկեղեցին բարեփոխելու հարցում, որ օրինակ հոգևորականները ապօրինի չհարստանան, հետո ապօրինի հարստացման գործերով չանցնեն։ Այն շատ հետաքրքիր է հասկանալ, պարոն Կճոյանը ինչ ներդրում կարող է ունենալ։ Պարոն Կճոյանը անկախ ամեն ինչից իր այս դիրքավորմամբ իր ներդրումն ապահովեց։ Հետո ինչ ներդրում կարող է ունենալ, ես չեմ կարող ասել, որովհետև նրա կարողություններից տեղյակ չեմ ճանաչում։ Իհարկե, ինչ վերաբերում է Բենթլիին, դրա մասին մենք դեռ մինչև հեղափոխությունն ենք խոսել։ Ինչ վերաբերում է ապօրինի հարստանալու, ապա դա այսպես ասենք, պետության օրակարգի մաս է եւ անկախ նրանից թե ապօրինի հարստացողը հոգեվորական է թե չհոգեվորական, ամենը պետության ուշադրության առարկա պետք է։ Պարզապես ըստ գլխավոր դատախազության նա հենց այդպիսինն է։ Ինչպիսինն է։ Ապօրինի հարստացած ըստ գլխավոր դատախազության։ Դա գլխավոր դատախազին հասցեագրված հարց է եւ դրա համար կա օրենք, այդ օրենքի առաջ էլ հավասար են բոլորը։ Ես այստեղ ավելացնելու բան չունեմ։ Սա արդյոք երկակի ստանդարտ չէ։ Մեկ ենթադրյալ խնդրահարույց հոգևորականին փորձել հեռացնել, մեկ այլ խնդրահարույց ենթադրյալ խնդրահարույց հոգևորականով։ Ես այստեղ խնդիր չեմ տեսնում, որովհետև այստեղ երկընտրանքը հետևյալն է։ Ձեզ, պարոն Կիրակոսյան, ձեռնտու կլիներ, որ ասենք պայմանական Կճոյանը այս process-ում լիներ, ասենք, եզրասի կողքին, թե լիներ այն դիրքում, որ դիրքում է։ Բնականաբար ես կգերադասեմ երկրորդ տարբերակը, որովհետև երրորդ օպցիան գոյություն չունի։ Երբ մենք խոսում ենք եկեղեցու խնդիրների մասին, ես ուզում եմ նորից հրավիրել ձեր ուշադրությունն այն հանգամանքի վրա, որ խոսքը Գարեգին երկրորդի մասին չէ։ Գարեգին երկրորդի խնդիրը ածանցյալ է եկեղեցու խնդրից, որն շատ ավելի մեծ է։ Եվ ինչով է մեծ։ Այսպես համանման խնդիրներով ի վերջո այս խայտառակությունը տևել է ավելի քնքարով դա։ Եվ այս ընթացքում այնպես չի, որ այդ ամենը միայն եկել քսվել է Գարեգին երկրորդը։ Եվ երկրորդը, ինչը կուզեի ձեր ուշադրությունը հրավիրել, այո, մենք կոչել, կոչում եւ կոչում ենք, կոչելու ենք եպիսկոպոսած դասին, հա, որպես սրբազաններ, ճիշտ է։ Բայց մենք այդ մարդկանցից ծնված օրվանից մինչև իրենց կյանքի վերջը սրբություն պահանջել դա մի քիչ բան է, էլի, ասենց իրատեսական չի, այսօր քիչ առաջ մի գրառում արեցի, վերջո 12 սուրբ առաքյալներն էլ, հա, ապրել են մի կյանքով, հետո երբ դարել են Քրիստոսի հետևորդ, ապրել են ուրիշ կյանքով, նույնիսկ անուններն են փոխել։ Դրա համար նրանցից մեկը կոչվում է Սավուղը դարձել է Պողոս, դե իսկ նրանցից մեկն էլ այո դարձավ Հուդա։ Այնպես որ դա ուզում եմ ասել, որ մարդկային ընտրության հարց է։ Հիմա եթե մարդը տվյալ իրավիճակում ուզում է լինել, այսպես ասենք, պատմության ճիշտ կողմում, մենք այդ մարդուն
պետք է դատապարտենք, թե պետք է դրվատենք։ Կարծում եմ երկրորդ։ Կարծում եմ Այսքան Կարծում եմ հասարակությունը համակ ուշադրությամբ կհետևի, թե ինչպես են զավակ ունեցող սրբազանները փորձում հեռացնել ենթադրյալ զավակ ունեցող կաթողիկոսին, բայց միայն զավակի հարցը չի։ Պարոն Կիրակոսյան, եկեք, գիտեք ինչ կա, եթե մենք խնդիր ենք քննարկում, այն էլ բարդ խնդիր, ցանկացած խնդրի քննարկում պահանջում է նախ մի բազային կարևորության մի բան, դա բարեխղճություն։ Այսինքն, եթե մենք հիմա դնենք, սկսենք այդ խնդիրը ականջներից քաշել աջ ու ձախ, մենք այդ խնդիրը ոչ թե կմոտեցնենք լուծմանը, մենք այդ խնդիրը լուծումից կհեռացնենք։ Հիմա ես ձեր համար եպիսկոպոսած այլ դաս չունեմ։ Մենք երբ խոսում ենք, որ եկեղեցին պետք է իր մեջ ուժ գտնի եւ իր բարենորոգումները իր ուժերով, իր ընկալումով, իր գիտակցմամբ, իր կամքով կատարի, իհարկե առաջին հերթին դա պետք է անի այն եղած եպիսկոպոսած դասը։ Եվ ես կրկնում եմ, որ ես ձեր համար, պարոն Կիրակոսյան, առաքյալներից ավելի սուրբ եպիսկոպոսած դաս չունեմ։ դե Սա է։ Լսա։ հուսանք նավասարդ arczepiskopos Կճոյանը իր մոտ ունեցած զենքը չի գործադրի այս բարեփոխման շրջանակներում։ Հիմա տեսեք, ինչ պետք է հաջորդի այս շուրջ 10 հոգևորականների այս քայլին։ Ես կարծում եմ, որ հաջորդիվ պետք է լինի այն, որ միայն այս 13 եպիսկոպոսները չլինեն, ընլայվի այս ընկալումը, այդ ընկալողների թիվը մեծանա եւ վերածվի արդեն որակական փոփոխությունների։ Այո, ես կարծում եմ, որ հաջորդ փուլերից մեկում, որ X պահի, այո, Գարեգին երկրորդը պետք է հեռանա կաթողիկոսի պաշտոնից, լքի մայր աթոռ։ Իր եղբայրը եւս։ Բայց ես այստեղ եւս մի մտավախություն ունեմ, որի հետ կապված ուզում եմ կիսվել ձեր ընձեռած առիթից օգտվելով։ Դա հետեւյալն է։ Քանի որ մենք խոսում ենք ռուսական ազդեցության մասին, այնալ չարորակ ազդեցության մասին, ես այստեղ մտավախություն ունեմ եւ ուզում եմ զգուշացնել եւ նաեւ կոչ անել համապատասխան քայլեր, հնարավոր քայլեր ձեռնարկել այդպիսի ընթացք թույլ չտալու համար, ինչը շատ դժվար կլինի, որովհետեւ նախ չկա այնպիսի ստորություն, որին ընդունակ չլինի Ռուսաստանը։ Դա կարող է լինել այն, որ նոր Նախիջևանի եւ Ռուսիո թեմը բռնեն եւ այսպես ասենք անջատելով հակաեկեղեցի ստեղծել, դնելով ռուս ուղղափառ եկեղեցի կոչված նեկրոֆիլ հակաքրիստոնեական աղանդի վերածված կազմակերպության հովանու ներքո։ Իսկ դրա նախադրյալները կան։ Դա մեդալ ստացած եզրաստն է կաթողիկոսի եղբայրը։ Դա այն է, որ Ռոստովում, որը նախկինում նոր Նախիջևան էր կոչվում, այնտեղ կա մի ճեմարանի, նախկին ճեմարանի շենք, որ պետությունը վերցրել էր սովետ։ Եվ ահա այն վերադարձվում է եկեղեցու։ Ես չգիտեմ, բարի նպատակներով է դա արվում, թե արվում է ինչ-որ նշածս բնույթի հեռահար նպատակներով։ Կապրենք, կտեսնենք։ Ամենայն դեպս շատ կարևոր է, որպեսզի մենք այս ուղղությամբ եւս
մեր հաշվարկները կառուցենք, այս հանգամանքները հաշվի առնելով եւ մտածենք այս ուղղությամբ նման պառակտում թույլ չտալու համար։ Այդ մտավախության հիմքում ի՞նչն է, պարոն Մերաբյան, որ մտածում Ես եք ասացի, նոր Նախիջևանի թեմը կարող է առանձնանալ։ ոչ թե առանձնանալ, կարող են առանձնացնել ռուսները անկախ Հայաստանին եւ հայ առաքելական եկեղեցուն վնաս տալու համար։ Նրանք հայ առաքելական եկեղեցին պատկերացնում են իրենց նեկրոֆիլ պսևդո եկեղեցու որպես մի դուստր ձեռնարկություն։ Միայն այդ պարագայում են նրանք պատրաստ հանդուրժել։ Նրանք չեն սիրել երբևիցե մեր եկեղեցին եւ չեն էլ պատրաստվում սիրել։ Նրանք նույնիսկ 1903 թվականին այդ անլվաներով, որում անլվանդա ոչ թե անպատվություն է, այլ մեջբերում Լերմոնտովի բանաստեղծությունից, որ հրաժեշտ է տալիս անլվա Ռուսաստանին, չէ՞, Прощай, немытая Россия։ Ահա այդտեղից վերցրած դրեցին արգելեցին հայ առաքելական եկեղեցին, գործը հասավ ապստամբության, երբ արդեն 1905 թվականին այդ արգելքը չեղարկեցին, բայց չեղարկելուն պես Թիֆլիսում եւ Բաքվում հայ մուսուլմանական բախումներ հրահրեցին, Թիֆլիսում չստացվեց, այնտեղ ուղղակի մի քանի այսպես պատահականությունների շնորհիվ, իսկ Բաքվում էլ ոչ միայն ստացվեց, այլև նաև հիմք դրեց հայ մուսուլմանական, իսկ այնուհետև հայ ադրբեջանական թշնամանքի։ Դրա հեղինակը Ռուսաստանն է։ Ուզում եմ հիշեցնել։ Ահա այն ամենը, ինչ կուզեի այս թեմայով ասել։ Պարոն Մերաբյան, ինչ եք կարծում, կաթողիկոսը կգնա զիջման, թե ոչ։ Ոչ թե ձեր ցանկությունը, սակայն ինքը կգնա։ Չգիտեմ, պարոն Կիրակոսյան, չեմ ուզում կանխատեսումներ անել, որովհետև գիտեք ինչ, սև սպիտակ չէ, էլի, կգնա կամ չի գնա, որովհետև գնալն էլ մի քանի այսպես ենթատարբերակներ ունի, չգնալն էլ մի քանի ենթատարբերակներ ունի, դրա համար ես ձեռնպահ կմնամ կանխատեսումների դաշտ մտնելով, բայց էլի կրկնեմ եւ կպնդեմ, որ Գարեգին երկրորդը այո պետք է հեռանա եւ լքի մայրաթոր։ Այսքանը կարող եմ ասել։ Իսկ ինչ եք կարծում, Ռուսաստանի կողմից կլինի աջակցություն նրան, թե ոչ։ Իհարկե կլինի, որովհետև իր եղբորն էլ կլինի աջակցություն, դե աջակցությունից դեպի այն աջակցությունը ինչ ձևով ռուսներն են պատկերացնում եւ կոչում աջակցություն, հա, ասենք են դեկորատիվ շամպես, որ մեդալը կախում են վզից եւ հրճվում են, հա, են զազասլուգի պերեդ ռոձիներ։ Այսօր էլ իդեպ մի տեսանյութ տեսա, մի էկզոտիկ քրեական կիսահեղինակություն, էլի զանաշու ռոձին եւ այլն, մի աբխազ թերմացքի հետ Դոնեցկում էր նկարվում, բացարձակապես մի անհայրենիք, անպատիվ, անթասիբ մի խոսակցություն, դե հասկանալի է, որ ճնշման, կոմպրոմատի տակ է եւ իրեն թելադրվում է հենց այդպիսի պահվածք, հիմա այո Ռուսաստանն իրեն եւ իր նմաններին էլ է սատարում։ Հիմա դա սատարել կոչենք, ես չգիտեմ։ Դա սատարել է կոչվում, թե եթե դու նման սատարող ունես, քեզ էլ դուշման պետք չի։ Այնպես որ այստեղ եկեք նաև բարերի գերին չդառնանք եւ
այստեղ ռիսկը մեծ է, որ բառի այսպես սկզբնական եւ արմատականի իմաստից կարող ենք շեղել։ Նարեկ։ Քննչական կոմիտեն հայտարարում է, որ այն տեսանյութը, որը վերագրվում էր Արշակ arczepiskopos Խաչատրյանին, իսկապես այդ կադրերում ըստ քննչական կոմիտեի ինքն է, ինչպես կմեկնաբանեք։ Չեմ մեկնաբանի, ընդունեցի գիտություն, դա բավականին կեղտոտ սյուժե է, ընդհանրապես այդ պատմությունը ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ով է այդ արտահոսքը կազմակերպել եւ ինչի համար, որովհետեւ դրա պատասխանը մեզ շատ բանի մասին կարող է հուշել։ Այս պահի դրությամբ դա մի քիչ չափից շատ փոփոխականներով հավասարում է, որի լուծումը այս պահի դրությամբ ինձ համար գոնե հնարավոր չէ։ Ով գրեց առաջին այդ մասին, ակնհայտ չի, որ ուղղությունից այդ տեսանյութը արտահոսք եղավ։ Չգիտեմ, Նիկոլ տեղը չեմ։ Փաշինյանի գրառումը Սրբազանինց հետ ինչ գործ ունես։ Այնպես չի, որ Փաշինյանն առաջին մարդն է եղել, որ իմացել է ըստ ամենայնի։ Բայց նա է գրել, նա է Դա ինչ որ հանրայնացրել, նրա հետաքրքրությունների օրակարգում է եղել։ այստեղ էլ առանց մեկնաբանության ես ուղղակի այստեղ էլ ենթադրություն կարող եմ անել, որ պատմությունը հայտնի է եղել շատ շատերին եւ եկել հասել է Փաշինյանին ինչ որ X պահի Փաշինյանն էլ երևի թե այսպես դրանից աֆեկտի մեջ ընկնելով նաեւ բարկացած ինչ որ դրել տես բան է ասել, բայց նա չի որ ինքը եղել է այդ պահին միակ մարդը, որ իմացել է դրա մասին։ Այդպես Դուք դատապարտում եք Փաշինյանին այդ գրառման համար։ մենք խոսել ենք դրա մասին։ Ի վերջո այդ հրապարակային խոսքում բառաֆոնդը մի քիչ ավելի սելեկտիվ պետք է լինի, դրա մասին ոնց որ վիճելու իմաստ չեմ տեսնում։ Այսինքն խնդիրը միայն բառաֆոնն է, այլ ոչ թե մարդու անձնական կյանք մտնելը։ Իսկ ինչ անձնական կյանք պետք է ունենա arczepiskopos-ը։ Սա հարց է, դուք անձամբ պարոն Կիրակոսյան այդ անձնավորությանը հարց տվեցիք, ինչ պատասխան ստացաք։ Դուք բավարարված եք այդ պատասխանից։ Դե խնդիր է, չէ՞։ Ու դուք էլ այդ հարցը դրեցիք, չէ՞, ինչ անձնական կյանք է ինգեր։ Դու հասել ես այդ եկեղեցական կոչմանը հենց անձնական կյանք չունենալու մասին երթում տալով եւ քո նվիրումը վավեր է, քանի դա կա, բայց երբ չկա, դե ինչ անձնական կյանք։ Հենց եթե այս թեմայով էլ եղել է, ես բոլոր դեպքերում կարծում եմ, որ մարդու մասնավոր կյանքը անձեռնամխելի է բոլոր դեպքերում։ Եվ մարդ մասնավոր կյանքի իրավունքը, այսպես քարե իրավունք պետք է լինի։ Ես դրա համար էլ շատ մեծ տհաճությամբ եմ հիմա ձեր հարցերին այս թեմայի շուրջ պատասխանում։ Պարոն Մեհրաբյան, այնուհանդերձ չեք կարծում, որ իշխանությունը սահմաններ անցավ, թիրախավորեց ոչ միայն հոգևորականներին, այլ նաև երրորդ անձանց, որոնք այս պատմության հետ կապ չունեին։ Տեսեք, մյուս կողմից էլ, այսինքն եկեղեցու նստած թիթեռ էին նկարում, այս չարագործ իշխանությունն էլ մի օր այս պարապությունից ելնելով դրեց ու սկսեց սահմաններն անցնել։ Այդպես չի եղել։ Հակառակը։ Իշխանությունը հեղափոխության բերումով ձևավորվելով բնականաբար շահագրգռված էր բոլոր շերտերի հետ լեզու գտնել, ինչը միանգամայն տրամաբանական էր։
Ցանկացած երկրում, ցանկացած հեղափոխության դեպքում, ցանկացած հեղափոխական իշխանություն վարվում է հենց այդպես, եթե զուրկ չէ բանականություն։ Բայց այդ համաձայնությունը պահպանվում է այնքան ժամանակ, մինչև այդ լոյալությունը պետությանը չի խախտել։ Իսկ խախտողը եկեղեցին է եղել։ Եկեղեցին նույնիսկ հրաժարվել է դա համարելով մի մեծ եւ չվաստակած լավություն իշխանությանը նույնիսկ ջանք գործադրել գերիների ազատ բաց թողելու համար, երբ Ադրբեջանում մեծաթիվ գերիներ կային, երբ Արման Բաբաջանյանը եւ Անդրանիկ Քոչարյանը հատուկ այցելել էին Գարեգին երկրորդին, խնդրանք փոխանցել Պոլսո պատրիարք Սահակ Մաշալյանին, Էրդողանի միջոցով փորձել ինչ-որ ձևով ազդել իրավիճակին։ Նա հրաժարվեց դա անել եւ նաեւ ասաց, որ իր համար նախընտրելի ղեկավարը պետության Ռոբերտ Քոչարյանն է։ Դրանից հետո իսկ ինչ էիք ուզում լիներ։ Ինչ էիք ուզում դրանից հետո լիներ։ Բացի դրանից էլ դեմեք տեսանք այսպես կոչված սրբազան շարժումները, որը ընդհանրապես մի լրբաբարո դրսևորում էր ընդհանրապես քաղաքական եւ եկեղեցական կյանքում։ Սա այլանդակություն էր, ինչը տեղի ունեցավ, այո, տեղի էր ունենում կաթողիկոսի Հովանու ներքո։ Եվ այստեղ այն մի DJ-ը կար, չէ՞, փողոցներում թափառող, որ ասում էր ես ունեմ Գարեգին երկրորդի օրհնությունը, ճիշտ էր ասում։ Եվ դրանից հետո, երբ արդեն կրքեր են բորբոքվում, ինձ համար զարմանալի չէ, որ այո, իշխանությունն էլ ստերիլ պահել իրեն դժվար թե հաջողվեր, եթե նույնիսկ նշած ցանկալի։ Հիմա մնացածը իհարկե կարող եմ հիմա հերթապահ խոսքեր ասել, այո, չէր կարելի, պետք էր պինցետով, չգիտեմ, սպիտակ ձեռնոցով, միայն դուքով, Փաշինյանի կողմից օգտագործված բառերը չօգտագործելով։ Հա, կասեմ, բայց եկեք երեսպաշտությամբ չզբաղվենք, Պարոն Մերաբյան, տեսեք, բոլորս մարդ ենք մեր հույզերով։ Վտանգ չի ստեղծվում, որ վաղը մյուս օր իշխանություն է փոխվելու, եթե իհարկե Նիկոլ Փաշինյանը մտադրություն չունի իր գործընկերներ Վլադիմիր Պուտինին, Լուկաշենկոին, Տոկաևին, Ալիևին կրկնօրինակելու եւ տասնամյակներով պետության ղեկավար լինել, ապա այդ իշխանությունը որ գա, ինքն ասել է, ես էլ չեմ ընդունում այս նախորդ իշխանության օրոք այս ձևավորված այս հոգևոր իշխանությունը, Գարեգին երկրորդը եթե ստացվի, որ թողել գնացել, ասում է հետ եմ բերում, հույս եկեղեցին բան չի դառնալու ժամանակավոր քաղաքական կառավարիչների ձեռքում։ Պարոն Դիակոսյան, դուք շատ կարևոր հարց տվեցիք։ Այո, նման խնդիր կարող է լինել տեսականորեն եւ ինչ պետք է արվի, որպեսզի նման խնդիր նույնիսկ տեսականորեն չլինի։ Պետք է հենց այս նկատառումներից ելնելով էր, որ մենք ի սկզբանե կողմ եղանք նրան, որ հենց եկեղեցու ներսում ուժ մոբիլիզացվի, կամք, գիտակցում, խիզախում մոբիլիզացվի այս խնդիրը, եկեղեցու խնդիրը լուծելու։ Որովհետև եթե դուք միջամտեք այսօր, վաղը մյուս օրը ձեր հետնորդը գալու է եւ իսկ քանի որ դա արդեն կարելի է,
ձեր հետնորդը գալու է եւ սրբագրի ձեր արածը ու մի հատ էլ ինքը իր մարդուն բերի։ Իդեպ, ես ձեզ ասեմ, 99 թվականի հոկտեմբերի 27-ի այդպիսի ընտրությունը տեղի ունեցավ այն ժամանակվա օրվա իշխանության որոշակի ներգործությամբ։ Դրան նախորդող կաթողիկոսական ընտրությունը երջանկահիշատակ Վազգեն առաջինից հետո Գարեգին առաջինը երբ ընտրվեց, չնայած դա ներկայացվում էր որպես բարի նպատակներով, չէ, բայց էլի խախտում էր պետության եւ եկեղեցու անջատ լինելու սկզբունքը։ Եվ վերջում մենք ստացանք հոկտեմբերի 27, այսինքն երբ որ մի բան անթույլատրելի դու անում ես, թեկուզ բարի նպատակներով, ապա արդյունքում 1, 2 կամ 3 շրջափուլից հետո դու ստանում ես քո այդ լավ մտահղացման մի տոտալ այլասերում եւ ստանում ես արդյունքում քո լավ մտահղացման հակոտնյա։ Ինչն էլ եւ մենք ստացանք։ Արդյունքում մենք խոսել ենք դրա մասին։ Եկեղեցին դարձել էր կրիմինալ դիկտատուրայի մեջ ինտեգրված մի կառույց։ Եվ այս այլանդակությունները այնպես չէր, որ հատուկ են եկեղեցուն, ոչ հատուկ էին այս 20 տարի Հայաստանում իշխած այս այլանդակ ստոր նենգ հակամարտկային դիկտատուրայի բարքերն են մեկին մեկ կրկնում, պարզապես հեղափոխությունը, որ եկավ սրբեց տարավ այդ աղբը, չնայած ոչ մինչև վերջ, դրա մասին մենք եւս խոսել ենք, բայց եկեղեցին այսպես որպես կղզիացած մնացել էր պարփակելով իր մեջ այդ աղտը ամբողջությամբ կոնսերվացնելով իր մեջ, վերջում էլ այո այդ թարախապալարը պետք է մի օր տրաքեր։ Հիմա Փառք Աստծո, որ եկեղեցու ներսում եպիսկոպոսած դասի նշանակալի մասը հանձնառություն եւ պատասխանատվություն է վերցրել այս հարցին իրերը նախ կոչել իրենց անուններով եւ հետո ինչ-որ լուծում տալ։ Էլ եմ ասում, սա բազմափուլ, բազմաշերտ process է լինելու։ Ահա այն ամենը ինչ կուզենայի ես ասել։ Շնորհակալություն, պարոն Մերաբյան, հարցազրույցի Ես համար։ էլ շնորհակալ